Երկրորդ տեղն է գրավել Շիրակի մարզի հավաքական թիմը։ Գոհար Բարսեղյան, Գյումրու ֆոտոմբաժարան, Եվա Ղուկասյան, Գյումրու համար 6 հիմնական դպրոց, Միլենա Ղազարյան, Գյումրու համար 4 հիմնական դպրոց, Ալբերտ Սարգսյան, Գյումրու համար 4 հիմնական դպրոց, Հասմիկ Ավետիսյան, Գյումրու համար 31 հիմնական դպրոց, Կոլյուն Հովանեսյան, Գյումրու Օյունջան վարժարան, Հովանես Ղազարյան, Գյումրու տնտեսագիտական վարժարան, Դավիթ Սիմոնյան, Գյումրու համար 19 միջնակարգ դպրոց։ Թիմի ներկայացուցիչը 100,000 դրամ, իսկ թիմում ընդգրկված երեխաները 100,000 դրամ։ Շնորհակալություն։ Այժմ 3-ից 6-րդ դասարանների պայքարում հաղթող թիմի պարգևատրելու համար պատվոհարթակի մոտ է հրավիրում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Թիմի անդամներն են Ուիլյամ Սարգսյան, Ռաֆու անվան, համար 36 հիմնական դպրոցից, Գագիկ Կոհանյան, Նիկոլ Աղբարյանի անվան, 19 հիմնական դպրոցից, Մարտի Իմամյան, Խաչատուր Աբովյանի անվան, համար 5 հիմնական դպրոցից, Լինա Հարությունյան, Վիկտոր Համբարձումյանի անվան, համար 12 հիմնական դպրոցից, Նատալի Ղարիբյան, Նիկոլ Աղբարյանի անվան, համար 19 հիմնական դպրոցից, Կապին Խարատյան, Լևոն Շանթի անվան, համար 4 հիմնական դպրոցից, Վարդան Սահակյան, Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցից և Եվա Բաթիկյան, Վիկտոր Համբարձումյանի անվան, համար 12 հիմնական դպրոցից։ Թիմերի մասնակիցների դպրոցները միասին ստանում են 4 միլիոն դրամ, թիմի ներկայացուցիչը 150,000 դրամ, իսկ թիմում ընդգրկված երեխաները 150,000 դրամ։ Շնորհակալություն նաև մեդալակիր թիմերին։ Կարող եք իջնել արդեն, եթե վայելեցիք բանը։ Let's go. Եվ այսպես, նորից 12-րդ դասարանների մեդալակիր թիմերի պատրվացելու համար շատ հակիրոտ է գրավինում Հայաստանի Հանրապետության վարչապետ Վիկտոր Փաշինյանին։ Շատ համառ պայքարում մրցանակային երրորդ տեղ է գրավել Լոռվա մարզի հավաքական թիմը։ Թիմի անդամներն են Էլեն Սարգսյան, Վանաձորի թիվ 5 դպրոց, Արսեն Կարհանյան, Վանաձորի թիվ 5 դպրոց, Արմեն Մատինյան, Վանաձորի թիվ 5 դպրոց, Լինա Եղիազարյան, Վանաձորի թիվ 4 դպրոց, Մանան Նազարյան, Վանաձորի թիվ 1 դպրոց, Ռուզաննա Ներսեսյան, Վանաձորի թիվ 23 դպրոց, և Դավիթ Տոխոլյան, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ մասնագիտացված դպրոց, ինչպես նաև Հայկ Բարսեղյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի ավագ դպրոց։ Մասնակիցները ստանում են 75,000 դրամ, այնպես ինչպես թիմի ներկայացուցիչը և թիմի անդամների դպրոցները միասին ստանում են 1,500,000 դրամ։ Այս թիմերի պայքարում մրցանակային երկրորդ տեղ է գրավել Շիրակի մարզի հավաքական թիմը։ Թիմի անդամներն են Մելանյա Սիմոնյան, Գյումրու համար 1 ավագ դպրոց, Մարի Խաչատյան, Գյումրու համար 23 միջնակարգ դպրոց, Աննա Մուշեղովա, Գյումրու համար 19 միջնակարգ դպրոց, Մարիա Յակովիչ, Գյումրու համար 7 դպրոց, Վանիկ Խաչատյան, Գյումրու համար 7 հիմնական դպրոց, Արեգ Սուվարյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Գյումրու Օտոն վարժարան, այնպես ինչպես Բորիս Ամբարյանը և Արեն Ղարաչյան, Գյումրու համար 29 միջնակարգ դպրոց։ Թիմի անդամները ստանում են 100,000 դրամ, 100,000 դրամ է ստանում նաև թիմի ներկայացուցիչը, իսկ անդամների դպրոցները միասին ստանում են 2,500,000 դրամ օրետակայում ըստ մասնակիցների բաշխի համամասնությամբ։ Եվ 8 թիմի ոչ
ոչ այնքան համար պայքարում, բայց վստահ, գերվստահ հաղթանակ է տոնում Երևանի թիմը։ Թիմի անդամներն են Ռուբեն Ղամբարյան, Գուրգեն Մարկարյանի անվան 94 ավագ դպրոց, Էլեն Խաչատրյան, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան 139 ավագ դպրոց, Վլադիմիր Վարոսյան, Արամ Մանուկյանի անվան 93 միջնակարգ դպրոց, Արման Հակոբյանյան, Սամվել Գևորգյանի անվան 189 ավագ դպրոց, Ռուբինա Մելքոնյան, Լեոնիդ Ազգավյանի անվան 200 հիմնական դպրոց, Ասինե Միրզոյան, Գալուստ Գյուլդենկյանի անվան 190 ավագ դպրոց, Ժասմին Փանևոսյան եւ Արման Մինասյան, ակադեմիկա ավագ դպրոց։ Թիմի անդամները ստանում են 150,000 դրամ։ Թիմի ներկայացուցիչը եւս ստանում է 150,000 դրամ։ Եվ թիմի անդամների դպրոցների միասին ստանում են 4 միլիոն դրամ։